Որցուկը պտտվում է, բայց մի տեսակ չի ուզում առաջանա, գիտի որ կապելու եմ, իսկ ես հաստատ կապելու եմ, որովհետև ցավոք այլ ընտրանք չունեմ։ Ահա, մեքենայի անցնում, ինքը արդեն վազում է։ Տեսեք։ Արի էստեղ էլ է, արի էստեղ արի։ Ինչ ես վազում։ Մեկ ջուրի կխմի, որ կապեմ։ Էստեղ ես, Ավրորա։ Ուր է աղջիկդ։ Դուք մի նվացեք վերևում, ասեցի գալիս եմ։ Գոլիս եմ պուպուշս։ Մի հատ հանգստացեք, մարդու մեքենա էր անցնում։ Լսի, այսպես որ գնաց, քեզ էլ պետք է կապեմ, ես չեմ հասկանում, հե՞։ Հանգիստ պահի քեզ։ Չես տեսնում ինչի համար եմ որցուկին կապում։ Արի որցուկ։ Անցի։ Ովքեր են։ Պուպուշներս։ Դե մի խոսքով դուք կերեք սիրուններս, իսկ ես գնամ։ Այ լունտիկ։ Գերեք պուպուշներս։ Գերեք ու լավ մնացեք։ Մինչև հույսով սպասում եմ մի դուռ էլ ձեզ համար կբացվի։ Արի, ներսում մի քիչ մազեր սանրեցի, ալերգիաս բռնեց, ովքեր չգիտեն, ասեմ, որ ես կատու շուն մազից, փոշուց, մի խոսքով կարճ ասեմ, ալերգիկ եմ, բայց դա չի խանգարում ամբողջ օրը դրսերում այս կենդանիներով զբաղվել եմ, նոր գրկեցի, մուլտիկին սիրեցի և պարզ արդեն թե ինչ եմ, ալերգիկները կհասկանան։ Կապած էլ քեզ խելոք չես պահում, պարտադիր էր, չէ հաչալը, պարտադիր բնույթ էր, Ավրորը հլը էստեղ արի։ Զաբել մի հատ գնա մամայ տասա գա, նա ինչ էր ոգևորված հաչում, կգժվացնեք ինձ, արի Ավրորա, հանգիստ, արի սահանեմ, նոր հանգիստ խմի ջուրիկը, այ գիժ ես է, տեղավորվել եք, շատ լավ, դե կերեք սիրուններս, ովքեր չգիտեն, ասեմ, որ ես նաև ալերգիկ եմ և ալերգիկները կհասկանան բոլոր այն սիմպտոմները, որոնք լինում են, հռշտոցներ, կոկորդում կարծես ինչ-որ մազ լինի խեղտող, պիսի ռեակցիա, բայց միևնույն է ես շարունակում եմ կերակրել դրսի կենդանիներին, շփվել նրանց հետ, գրկել, սիրել, սանրել, հենց նոր սանրեցի և այդ մազի առկայությունից ալերգիաս ավելի սրվեց, իրականում կերակրելուց հետո երբ տուն եմ հասնում, ինձ նաև որոշակի ժամանակ է պետք լինում, մինչև այդ բոլոր վիճակներն անցնի, կատեգորիկ դեղ չեմ խմում, չեմ նախընտրում դեղ ուղղակի, դիմանում եմ, ինչպես իմ կենդանիները, որոնք նույնպես դիմագրավում են դրսի բազմաթիվ փորձություններին։ Բարև կարճր, ոնց ես, հլը հանգիստ, արի գնա, արի այսօր գալու եմ տեսնեմ են ձակդ կա թե չկա, արի կարճր, կեր, ոչ ոք չկա, կեր, ինչ օրոգորոք ես ուտում, հեն կարճր, խելոք, արի էստեղ կեր, վախկոտ, հա, կերեք, վախկոտ, դունակեր, կարճել, դե վերջ, կարճել, մնում է դու կռիվան էիր, կարճել էստեղում արի, վախկոտ աղբամանների հետևում կա, կարճել, մի քիչ կամանց կեր, խեղտվեցիր, հա, սևուկ, հասկացա, արի, ինքան խառն ես, մատերս ես ուտում, սևուկ, գնա կեր, լավ, դե բո, կարճիլիկից վախեցար եկար էստեղ, արի, լավ, արի, ամեն դեպքում մեքենայի տակ փիսոներ ձեզ համար ավելի ապահով է կերեք, չնայած, որ ես վախկոտը կատուներին երբեք չի նեղացնում, և ով է գալիս, սիրունիկը, գժուքի մակ վերեմ,
Դեկիր, սիրունիկս։ Աղկոտ։ Սև փիսով որոշեց մատներով սուտել կերը այնքան ծովածել, հա, սիրունիկս։ Մաքրեցի մի քիչ թեթևացրեցի սիրունիկի մազերը։ Կարճլիկի թողացնան, հա էլ վախկոտի թողացնան, որով փիսոն ա ուտում։ Մի խոսքով կերը երբեք չի մնում գետնին։ Հա, Սևուկը հեռվում նստած էր, ինձ տեսավ, առաջացավ, մեկն էլ կմտածի, թե չի վախենում։ Բայց անգամ մոտ չի գալու։ Ուղղակի գիտի, ես եմ, արի Սևուկ, արի։ Ոնց որ թե նա արջուկն է, մնաց սպիտակը։ Սպիտակ ես հովին էր նստած։ Ադե դու ուրիշ ես էլի, սպիտակ ուրիշ։ Գնանք մի հատ է միկին նվնվա։ Ասի չէ, մի հատ է նվնվա հաչա, հետո նոր անցնենք իրակրմեն։ Սպիտակ, հենա քոնը, ինչ ես եկել ես խեղճի վրա։ Արջուկը բոլորի դիմացից ա ուտում, սպիտակը Սևուկի։ Իսկ Սևուկը մի քիչ խեղճ է։ Լավ, հիմա սպիտակի ամանը կբերեմ քո դիմաց գժո։ Դե դու էլ դա կեր։ Սա էլ տանեմ նվնվացող միկին։ Դե կեր ու սուս մնա, մի նվնվա։ Գժուկներս էլ էստեղ են ուտում։ Սպիտակը, Սևուկը հիմա կուտի, որ գնա մի քիչ վախկոտա եւ արջուկը։ Գժո, լավ ես, լավ մնա։ Այն արջուկ։ Ոնց որ մենք պայմանավորվել ենք, մի փոքր դիպչեմ քեզ, չէ՞։ Չէ՞։ Դե լավ, էլ մի կեր։ Այ Սևուկ, խեղճուկս։ Դե լավ մնացեք, գնացի առայժմ։ Ահա, ակտիվացան նաև ագրավները, որոնք հիմա կփորձեն ուտել։ Սևուկը թողնում է եւ նույնիսկ չի էլ լարվում ագրավների հետևից։ Ահա այսպեսին։ Այսօր։ Մի բաժին ավել եմ տալիս արջուկին, որովհետև արջուկը չափերով ավելի մեծ է։ Ու նկատում եմ այն վախկոտին հեռվում։ Այստեղ մի քիչ ավել կթողնեմ, որպես իրենք ուտեն վերջացնեն, նրան էլ բաժին հասնի։ Վախկոտ, արի քո համար էլ եմ այստեղ թողել, որ գաս ուտես։ Շատերն են հիշում կարճլիկի մի ձագուկին, որին ձյան ժամանակ եկա այստեղ։ Հիմա հենա կարճլիկը։ Հիմա եկել եմ ստուգեմ այդ ձագը կա, թե չկա։ Կարճլ ես եմ։ Ձագուկդ ողջ է, թե ոչ կարճլ, լասա տեսնեմ։ Հեն կարճլ ջան։ Արի գնանք տեսնենք։ Ընդառաջ չի գալիս, հիմա կա, թե չկա ձագուկդ այդ Սևուկ պուջուրիկը, հեն կարճլ։ Հլարի առաջանանք տեսնենք։ Գնա, կարճլ, գնա ուղեկցի։ Իբր թե տերն էստեղ ապրում, բայց ամբողջ օր այս շուննան տեսնում եք որտեղներ ա լինում, որ ինձ ստերջացրեցի, ատամը ոսկոր էր մտել ու բերանը չէր փակվում, մի քանի ատամ հեռացվեց, մի խոսքով, կարճլ էդ ինչ ճանապարհներով ես գնում, հա կարճլ, հա, սա ձեր ջուրը լավակա, հենա, արի հելը, արի քոթոտ, արի պուջուրս, հաստեն դու էստեղ ես մնում, ոնց որ թե վիճակը նորմալ է, կարծես թե ուղղակի տզերի մեջ է, հիմա տզերը կփորձեմ հեռացնել եւ պարզել արդյոք եք է թե ոչ։ Փաստորեն ձագը ողջ է, հավանաբար նրան այստեղ պահում են, նա տեղ չի գնում։ Հա, հիմա կեր բերել եմ անպայման։ Իջի ներքև, եկեք ներքև, երակրամ։ Ինձ առաջ ես վազում, ձագուկ։ Սիրունիկս։ Այնպես բառերն էլ եմ արդեն մոռանում, բայց այնպես էր սոված ձագուկը, որ անգամ տոպրակներ ուզում ծրծել եւ ուտել։ Հանգիստ, մի խեղդվի, հանգիստ։ Որքանով կարողացա հասկանալ, էք է։ Ձագուկը էք է։ Կարծես թե էք է։ Բարդ է։
Ոչ մի կերպ չի ուզում շեղվել ուտելուց, որովհետև իսկապես կարծես թե շատ սոված է։ Այ, եւ էքե։ Սոված է ձագուկդ։ Բա ոնց է դու ձագուկիդ չես բերում հետոտ ուտելու։ Դու ամբողջ օրը պտտվում ես, իսկ ձագուկդ ամբողջ օրը էստեղ է լինում։ Ահա, մի խոսքով։ Սա էլ կարճլիկի միակ ձագուկը, որի մասին շատ էիք հարցնում, ինչ եղավ։ Ինքը այստեղ է շարունակում ապրել, նու տեր են համարվում այստեղի մարդիկ, չգիտեմ որքանով են կերակրում, որքանով չէ, համենայն դեպս այստեղ է ապրում, որը իմ մոտից բավականին հեռու է։ Ես այսօր որոշեցի գալ հասնել եւ տեսնել ձագուկը ինչպես է, կա, չկա։ Ահա, նա։ Մի հատ աչուկները ցույց տա։ Ասում թող ուտեմ։ Հա, թողնում եմ, կեր։ Ես գնացի, կարճլ ջան, գնա մինուճարիդ տիրություն արա։ Պուպուշ։ Ինքը էլ ոչ մի բան ուշադրություն չի դարձնում, որովհետև ուշքը միտքը ուտելն է։ Տոպրակներն էր պատառոտում, որպեսզի միջից կերը հանեի եւ ուտեր։ Դե գնացի ես։ Հաջող։ Գնա ձագուկ։ Հույսով եմ սրա համար էլ չեն ասի, ինչի եք եկել մեր շանը նկարել ու նման բաներ։ Եթե շունը թափառում է դրսում, եթե շանը դուք չեք տանում կլինիկա, ապա էլ ինչպես է շունը ձերը։